Մենք ունեցել ենք երբևէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Բայց փողոցային բառապաշարը անընդհատ գալ լսելը, ասում իրեն հարգող մարդը իսկապես այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվի։ Ոչ ոք չի ուզում այս փողոցային։ Դա նաև դրա համար, այո, բայց փողոցային միջավայրը լավ ինչքան կարելի է։ Դե 5 տարի է զզվել ենք էլի։ Զզվել ենք էլի բարես դե դնում ենք էլի, բա ինչ ենք անում։ Հեսա գնում ենք մանդատները վայր ենք դնում էլի։ Վերջերը հավաքելու տրամաբանության մեջ եք դրա համար չեք գալիս ասում եք։ Բա ինչ անենք, ինչու պետք է թողենք այս իշխանությունները տանեն կործանման այս երկիրը։ Պետք է առաջադրեն, բայց չի անեն։ Հաջողվի ընդդիմությանը նորից իշխանության գալ եւ Նիկոլ Փաշինյանը Երկիրը կկործանվի, ազգային ժողովը հարցնում չեք ավարտել։ Նորից վերցնելու են մանդատներ, ընդդիմադիրները գալու են նորից Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն, նորից 4 տարի հետո ասեն զզվեցինք։ դե ժամանակը կգաք խոսենք, ես հիմա դրա մասին չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով այդ առանձին հարց է։ Այնտեղ եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, մենք կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողով, այլ միլի մեջլիս։ Հիմա այդ միլի մեջլիսում թող որոշեն, եթե իսկապես դառնում է այնպեսին, որ սա միլի մեջլիս է, աշխատել իմաստ ունի, թե չունի։ Սա կորոշեն ընտրություններից հետո։ Այսինքն գնանք կախվենք, հա, որպեսզի ընդհանրապես չափրենք, որ բոլորի բավարարենք։ Դե եք ասում, դուք ձեր ասածը դա է։ Իսկ ով ասում չենք աշխատում, դա ինչ ենք անում։ Միլի մեջլիսում, ես ասում եմ միլի մեջլիսում աշխատել անիմաստ է դառնում, բայց թե հա թող չեն կմտածեն, մտնեն թե չմտնեն, դե ես եմ ասում էլի, կգա այդ ընտրության ժամանակը եւ կորոշեն մտնեն միլի մեջլիս թե չմտնեն։